Նիկոլ Փաշինյանն ու իրեն միացած 10 եպիսկոպոսները երեկ ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման պահանջով հայտարարություն են ստորագրել։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց վեհափարի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Հայտարարություն Հայաստանի Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման անվանումը ստացած հայտարարության մեջ նրանք Գարեգին II-ին անվանել են մեջբերում եկեղեցու փաստացի պետ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալի գրակալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի 7 ամիսների ընթացքում Գարեգին II-ը հեռանալու ոչ մի ակնարկ չի արել։ Սիրելի հայրենակիցներ, Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը եւ հակադրվել եկեղեցուն։ Իր Facebook-յան էջում գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը Փաշինյանի եպիսկոպոսների հետ կառավարական տանը հանդիպելը համարել է հեգնական, ընդգծելով, որ այդ տունը բարերար Սամվել Կարապետյանն է նվիրել Հայաստանին։ Մեր երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը, ոչ միայն խոսքով, գրել է Կարապետյանը։ Ադրբեջանը կրկին բարձրացրել է 907-րդ լրացման հարցը, այն համարելով ոչ արտիական սահմանափակում, որը Բաքվի գնահատմամբ չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակին։ ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նախագահ Ալիևը նշել է, որ լրացման պահպանումը խոչընդոտում է տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, կարևորելով Բաքու-Երևան պայմանավորվածությունները, առևտրի եւ տրանսպորտային կապերի զարգացումը։ 907-րդ բանաձևը ԱՄՆ կոնգրեսի 1992-ի ընդունված ազատության աջակցման ակտի մի մաս է, որը սահմանափակում էր ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել էր, որ 907-րդ լրացման պահպանումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վրա։ Ադրբեջանը 15 տարվա ընթացքում լրացուցիչ 33 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Թուրքիային։ Նոր պայմանագրի մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրակթարը։ Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 2-ին եւ ուժի մեջ կմտնի 2029 թվականից։ Պայմանագրի շրջանակներում Թուրքիան տարեկան 2.25 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Կասպից ծովի Աբշերոնի հանքավայրից։ 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Բաքուն այնտեղ արտահանել է շուրջ 9798 միլիարդ խորանարդ մետր գազ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իրանից 400 կիլոգրամ ուրան դուրս բերելու մասին։ Նեթանյահուի խոսքով իրանցի ժողովուրդն իր ճակատագիրը վերցնում է իր ձեռքը, հղում անելով Իրանում տեղի ունեցած բախումներին։ Երեկ Իսրայելի վարչապետը հայտնել էր, որ ողջունում է Իրանի ժողովրդի կողմից սեփական իրավունքների պաշտպանության ուղղված նմանօրինակ քայլերը։ Իսրայելի նախկին վարչապետ Նավթալի Բենեթը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է ավազի ժամացույցով կարճ տեսանյութ կից գրելով ընդամենը 2 բառ՝ ժամանակն է։ Միջազգային վերլուծաբանները սա համարել են ազդանշան, որ Իսրայելը կարող է անցնել գործողությունների նոր փուլի ընդդեմ Իրանի։ Վենեսուելայի խանութներում եւ բենզալցակայաններում հսկայական հերթեր են առաջացել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների երկրում բենզինի եւ սննդի պակաս կա, խանութների մեծ մասը փակ է։ Սննդի առաքումը նույնպես հասանելի չէ։ Կարակասի որոշ շրջաններում էլեկտրաէներգիա եւ ինտերնետ չկա։ Փողոցները փակ են, մարդիկ խուճապի մեջ։ ԱՄՆ-ի հարձակումից հետո եւ երկրի նախագահի ձերբակալությունից հետո որոշները նույնիսկ լքել են տները։